Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, դա աներկբա է, բայց այդ խաղաղությունը ամենօրյա խնամքի կարիք ունի։ Ինչպես նորածին երեխան, եթե ամենօրյա խնամքի չտրվի, ցավոք գիտենք, թե ինչ տեղի կունենա։ Եվ հետևաբար նույնը վերաբերվում է նաև խաղաղությանը, որը այսօր արդեն մի քանի ամսական երեխա է։ Եվ մենք պետք է կայացնենք որոշումներ, մենք ուզում ենք խնամենք այդ երեխային, թե մենք ուզում ենք, որ դա տեղի չունենա։ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ժողովրդի կամքը անսասան է, մենք շարունակելու ենք խնամել երեխային, որը իդեպ շատ կարևոր է։ Այս խաղաղությունը մեր ձեռքերով ստեղծված խաղաղություն է։ Սա եզակի դեպք է։ Մեր ասելով նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի։ Սա այն խաղաղությունն է, որ այո դժվարությամբ, բայց մենք մեր սեփական ձեռքերով ենք ստեղծել։ Եվ սա այն ընդհանուր արժեքն է, առաջին ընդհանուր արժեքը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը իրար հետ ստեղծել են, եւ այդ արժեքը առանձնահատուկ խնամքի կարիք ունի։ Մենք պետք է մեր շատ ընկալումներ այո վերանայենք։ Եվ օգոստոսի 18-ի իմ ուղերձում ես ասացի մի բան, որը կարծում եմ ընդամենը գուցե ամիսներ առաջ, գուցե մի տարի, 2 տարի առաջ կլիներ աներևակայելի։ Ես ասացի, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների վերադարձի օրակարգը համարում եմ վնասակար խաղաղության համար։ Եւ ասցի նաեւ, որ ընդհանրապես այդ թեման վերադարձների օրակարգ, ներքին տեղահանվածների կամ մի մասը անվանում է փախստական, մյուս մասը ներքին տեղահանված, այդ օրակարգը համարում եմ վտանգավոր, որովհետեւ դա նշանակում է հետ դառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին։